Ողջույն բոլորին, ձեզ հետ Գևորգն է ու ինչպիսի քառորդ եզրափակիչ փուլ մենք տեսանք Չեմպիոնների լիգայում։ Մի շարք ֆանտաստիկ հանդիպումներ եղան, որտեղ գրանցվեցին տարբեր արդյունքներ, որոշների համար նման արդյունքները ֆիասկո էին, որոշների համար սպասելի էին, որոշները նույնիսկ չէին էլ դիտում այդ հանդիպումները ու նրանց հետաքրքիր չէր Չեմպիոնների լիգան։ Սակավաթիվ քանակով մարդկանց կարող եմ նշել, որոնց հետաքրքիր չի եղել Չեմպիոնների լիգան, հատկապես նման հանդիպումները, բայց նման մարդիկ իհարկե կային։ Ես էլ եմ զարմացել, որ ունեմ իմ ծանոթների մեջ նման մարդ, բայց հավատացեք, նրանք գոյություն ունեն։ Չեմպիոնների լիգայում պարզ դարձան կիսաեզրափակիչ զույգերը։ Եվ միանգամից հիմա ասեմ, Paris Saint-Germain-ը խաղալու է Arsenal-ի, իսկ Barcelona-ն Միլանի Ինտերի հետ։ Մեզ սպասվում է գերֆանտաստիկ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ 4 թիմերն էլ հնարավորություն ունեն հաղթելու Չեմպիոնների լիգան հավասարաչափ։ Հիմա այնտեղ որ նշում են օպտան այսքան տոկոս է տալիս, չոպտան այնքան տոկոս է տալիս, սկոպտան այնքան տոկոս է տալիս, թքած ունեմ այդ իրանց տոկոսների վրա։ Հավասար են բոլորը, կարող են հաղթել բոլորը, հատկապես կիսաեզրափակչից խաղային որակները միայն բավարար չեն։ Բայց խոսենք քառորդ եզրափակչից, ինչ տեղի ունեցավ այնտեղ, որը զարդարեց երեքշաբթի եւ չորեքշաբթի երեկոները։ Քեզ ինչ է միայն մնում անել։ Բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, հետևել ինձ սոցիալական հարթակներում, հատկապես Telegram-ում, որտեղ մենք շարունակում ենք մեծացնել մեր լսարանը ու շարունակում ենք ակտիվ լինել ու պարբերաբար քննարկել ֆուտբոլ, ինչպես նաև լայք թողես այս տեսանյութի տակ, եթե քեզ դուր գա այս տեսանյութը ու հավատա այսքանը։ Ես չնչին բան եմ քեզանից ցանկանում, միայն փոքրիկ աջակցություն, որպեսզի ֆուտբոլասեր հանրությունը, adekvat ֆուտբոլասեր հանրությունը շատանա, ինչը ես փորձում եմ անել իմ սեփական ջանքերով։ Քննարկենք Չեմպիոնների լիգան, քննարկելու բան այնտեղ իրոք կար։ Ու դե քննարկենք խաղային առաջին օրը, որտեղ երկու հանդիպումներ կայացան, որոնք մոտ էին, այսպես ասենք, անակնկալ արդյունքին, բայց դա տեղի չունեցավ։ Նախ Բարսելոնա Բորուսիա Դորտմունդ հանդիպումը, Բորուսիա Դորտմունդ Բարսելոնա հանդիպումը, որտեղ առաջին խաղից հետո Բարսելոնան ուներ գեր առավելություն 4-0, ոչ մեկ չէր էլ հավատում, որ Բորուսիան ինչ-որ մի բան կփորձի անել, Բորուսիան ինչ-որ մի կերպ ինտրիգ կմտցնի այս խաղի մեջ ու հավատացեք, ես միջև դա էլ նշել էի, որ Բարսելոնայի երկրպագուներից զատ այդ հանդիպումը ոչ մեկին հետաքրքիր չի լինելու։ Ու ես կարծում եմ, որ թե Բարսելոնան ու թե Դորտմունդի Բորուսիան դուրս են եկել խաղադաշտ հենց այդ մտքով։ Այսինքն, Բարսելոնան հաղթելով ֆանտաստիկ պերֆորմանս ցույց տալով նախ Մոնժուիկում, հաղթեց 4-0 հաշվով ու որպես այդպեսին շանս չտվեց Բորուսիային հետագա պայքարը շարունակելու համար։ Ու հենց այդ մենտալիտետը ու հենց այդ հոգեբանությունը Բարսելոնան բերեց Դորտմունդ։ Ես այդպես եմ կարծում։ Հիմա ինչ որ ես ասեմ, դա ճշգրիտ իրականություն չէ, դա փաստ չէ եւ այլն, սա ուղղակի սեփական կարծիք է, որը ձևավորվել է նրանից, ինչ ես տեսել եմ կոնկրետ Բորուսիա Բարսելոնա հանդիպումից։ Ու Բարսան եկել էր Դորտմունդ հենց այդ մոտիվացիայի ու հոգեբանական գերվստահությամբ ու այդ ամեն ինչը շատ բացասականորեն ազդեց Բարսայի վրա։ Ինչի եմ դա ասում, որովհետև Բարսելոնայի մեկնարկային կազմը, եթե նայում ես, որպես այդպիսին թույլ կազմ չէր, երկրորդ կազմ չէր, այո, որոշակի փոփոխություններ կատարել էր բանը։ Հանսի Ֆլիկը խաղադաշտում էր մեկնարկային րոպեներից Ֆերմին Լոպեսը, որը որպես այդպիսին վատ հանդիպում անցկացրեց, բայց եթե նայում ենք գնահատականներին, ապա Ֆերմին Լոպեսը լավագույն խաղացողն էր Բարսելոնայի։ Ու որպես այդպիսին մնացածը հիմնական կազմի խաղացողներ էին։ Բարսելոնան դուրս էր եկել խաղադաշտ ու ոչինչ Բարսելոնան չկարողացավ անել։ Որպեսզի հասկանաք, Բարսան ոչ մի հարված առաջին խաղակեսում չի կատարել Բորուսիայի դարպասը։ Ոչ մի հարված, խոսքը չի գնում դիպուկ հարվածի մասին, որ ասես լավ, գուցե հարվածներ գնացել են կամ պաշտպաններն են փակել կամ շեղը ընթացել կամ դարպասաձողին է դիպչել գնդակը, որտեղ գիտեք, չէ, օրենքով, եթե գնդակը դիպչում է դարպասաձողին, ապա դա հարված դարպասին չի համարվում, դա հարված դարպասին համարվում է միայն
Երբ դարպասապահն է հետ մեղում գնդակը կամ որսում, կամ էլ երբ գնդակը հայտնվում է դարպասում, մնացած յուրաքանչյուր դեպքում հարված դարպասին չի համարվում, նույնիսկ եթե գնդակը դիպում է դարպասաձողին։ Բայց Բարսելոնան նույնիսկ դա չէր արել։ Հասկանում եք, Բարսելոնան ոչինչ չկարողացավ ցույց տալ ընդհանուր խաղի ընթացքում Դորտմունդի Բորուսիայի հետ։ Իսկ Դորտմունդի Բորուսիան ինչպես դրական ազդեց Բորուսիայի վրա այն արդյունքը, որը գրանցվել էր Մոնժուիկում, ու հոգեբանական տեսանկյունից, եթե նայում ես, հա, որ ասում ես դրական, Դորտմունդի Բորուսիան եկել էր Սիգնալ Իդունա Պարկ մարզադաշտ հենց նույն տրամաբանությամբ։ Մենք կորցնելու ոչինչ չունենք։ Մենք պարտվել ենք առաջին հանդիպումը 0-4։ Մենք բաց թողնենք մեկը, բաց թողնենք երկուսը, ոչինչ դա չի փոխելու, հա, այսինքն ինչ պարտվես 4-0 կամ ինչ պարտվես 5-0, ոչ միական տարբերություն դրանում չկա։ Ու տպավորություն էր, որ Դորտմունդի Բորուսիան դուրս է եկել խաղադաշտ ամբողջությամբ սենց ռելաքս եղած։ Այսինքն Բորուսիայի մոտ լարվածություն չկար, Բորուսիայի մոտ ինչ որ պաշտպանությանը խայտարակ ուշադրություն դարձնել չկար, որովհետև պետքա գոլ խփել, ոչ թե մտածել պաշտպանության մասին։ Ու Բորուսիան այդ ֆոնին հիասքանչ ֆուտբոլ էր ցուցադրում։ Իրոք Բորուսիան շատ լավ ֆուտբոլ էր ցուցադրում հենց այդ հոգեբանությամբ, հենց այդ ֆոնին։ Ընկերներ ջան։ Որպեսզի հասկանաք, Բորուսիան առաջին խաղակեսում հիասքանչ տպավորություն է թողնում։ Ես հիմա փորձում եմ նաև վիճակագրությունը միացրել է, չգիտեմ, խի կորավ։ Հիասքանչ տպավորություն է թողնում Դորտմունդի Բորուսիան։ Ու առաջին խաղակեսի արդյունքում հաղթում է 1-0 հաշվով։ 11 մետրանոց է նշանակվում Բարսայի դարպասը, ամբողջությամբ ճիշտ է 11 մետրանոցը, հա, Գիրասին դառնում է գոլի հեղինակ։ Բայց ճնշումը Բորուսիայի կողմից շատ է, ինչու, որովհետև միայն առաջին խաղակեսում Բորուսիան կատարել էր 10 հարված, որից 7-ը եղել էր դիպուկ։ Այսինքն, եթե չլիներ հենց մեկը Վոյցեխ Չեսնին, գուցեև Բորուսիան առաջինից խաղակեսում վերադարձներ այդ լուրջ ինտրիգը, որը ինքը ստեղծեց ընդմիջումից հետո։ Երկրորդ խաղակեսը մեկնարկում է ու այդ 15 րոպեների ընթացքում ճիշտ է ես չէի դիտում ուղիղ Բորուսիայի մեկը Բարսելոնայի հանդիպումները, իմ ուշադրությունը Աստոն Վիլա PSG-ի վրա էր, որտեղ եւս հետաքրքիր իրադարձություններ զարգացան, հեսա դրանք անդրադառնանք։ Երկրորդ խաղակեսի սկզբում ես sense ցանկանում եմ ասել իմ կարծիքով, որ Ֆլիկը հեսա կթարմացնի թիմին, Ֆլիկը հեսա մի երկու քաղցր խոսք կասի Բարսելոնային ու իրանք ինչ որ մի կերպ կսկսեն ֆուտբոլ խաղալ։ Երկրորդ խաղակեսը մեկնարկում է Գիրասի եւս մեկ գոլով։ Ու այստեղ ես որսացի թե ինչն է Բորուսիայի հիմնական խնդիրը, կարծում եմ վերջին 5-10 տարիներին։ Երբ երկրորդ գոլը խփեց Դորտմունդի Բորուսիան ու դա արեց երկրորդ խաղակեսի սկզբում, ես կարծում եմ, որ իրանք հավատացին քամբեքին։ Ու այդ հավատքը, որը ստացան եւ իրենք խփած գոլերից հետո, եւ երկրպագուների կողմից ստացան, դա նրանց մեջ ստեղծեց լարվածություն։ Մի բան, որը չկար խաղի սկզբում, ու ինչի պատճառով, հա, ճակերտների մեջ, ինչի պատճառով Բորուսիայի խաղը ստացվում էր։ Իսկ երբ Բորուսիան խփեց երկրորդ գոլը, երբ առաջացան հույսեր, որովհետև լավ 2-0 խաղակեսը նոր է մեկնարկել, այսինքն խաղակեսի մեկնարկից 4 րոպե հետո 49-ին Գիրասին գոլ է խփում, всё, մենք խաղի մեջ ենք, մենք կարանք մի բան անենք։ Ու հենց այդ պատասխանատվության ստեղծումը քանդեց Բորուսիան։ Որովհետև ընդամենը 5 րոպե անց շատ անմեղ, խայտարակ անմեղ իրավիճակում Բենսեբայինին դառնում է ինքնագոլի հեղինակ։ Այսինքն 60-րդ րոպեի դրությամբ Բարսելոնան հարված չի կատարել Բորուսիայի դարպասին, կներեք, բայց դարձել է գոլի հեղինակ։ Ու այդ անմեղ 11 մետրանոցը, ներողություն, ինքնագոլը, կրկին քայքայում է Բորուսիայի մոտ ամեն ինչ։ Իրոք քայքայում է Բորուսիայի մոտ ամեն ինչ, որովհետև եթե դուք ուշադիր լինեք այդ դրվագը, ապա Ֆերմին Լոպեսի փոխանցումը
շատ սխալ էր։ Այն ուղղված էր Ռոբերտ Լևանդովսկին, բայց Լևանդովսկին կատարեց արագացում, Ֆերմին Լոպեսը կատարեց փոխանցում դեպի թիկունք։ Ու եթե Բենսեբաինին չդիպչեր գնդակին, Բորուսիայի ֆուտբոլիստները հանգիստ վերցնելու էին այն ու ստեղծեին իրենց գրոհը։ Բայց չէ, Բենսեբաինին ինքնագոլ ու դա կոնկրետ այս հանդիպումը ես ներկայացնում եմ որպես Դորտմունդի Բորուսիայի հոգեբանական պատկեր։ Այսինքն ինչ է կատարվում Բորուսիայի հետ, երբ նրանց դիմաց դրվում է լուրջ խնդիր, լուրջ պատասխանատվությամբ։ Գրեթե 9-ից 10 իրավիճակներում Դորտմունդի Բորուսիան տանուլ է տալիս այդ իրավիճակները։ Գիրասին խփում է նաև երրորդ գոլը 3-5։ Ու այդ ժամանակ կրկին երբ որ գոլը խփեց Երասին, Բորուսիայի խաղում նկատվում էր թեթևություն։ Այսինքն եթե դուք ուշադիր լինեք Գիրասի երկրորդ գոլից հետո ու Գիրասի երրորդ գոլից առաջ այդ ժամանակահատվածը Բորուսիան անցկացնում էր շատ լարված։ Բայց երբ Բենսեբաինին դարձավ ինքնագոլի հեղինակ ու կրկին Բարսելոնան ստացավ 3 գոլի առավելություն, Բորուսիան կրկին հանգստացավ ու խփեց երրորդը։ Հետո խփեց 4-րդը ուղղակի խաղից դուրս վիճակում էր գտնվում։ Բայց Բորուսիան իր հոգեբանական սխալ պատրաստվածության, Բորուսիան իր պատասխանատվության ամենաթեժ պահերին խելքը կորցնելու պատճառով չկարողացավ միջև վերջ սեղմել Բարսելոնային, որը անցկացրեց 2025 թվականի ամենավատ հանդիպումը։ Դա փաստեց թե Պեդրին, դա փաստեց թե Ֆլիկը, դա փաստում են Բարսայի երկրպագուները։ 2025-ի ամենավատ հանդիպումը դա Դորտմունդի Բորուսիայի դեմ պատասխան խաղն էր քառորդ եզրափակչի շրջանակում, որտեղ Բարսելոնան ուղակի հայտնվեց կիսաեզրափակչում, որովհետև նրա մրցակիցը Բորուսիան էր։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, իմ համոզմամբ նույն Ասթոն Վիլան եթե լիներ Բորուսիայի փոխարեն, խաղը լիներ Բիրմինգեմում ու Բարսելոնան խաղար այս կերպ, ամենայն հավանականությամբ հերթական անգամ բրիտանական թիմը տխրեցնելու էր կատալոնական թիմին։ Բայց քանզի բրիտանական թիմ չէր, Բորուսիան էր, որը համակարգով չի խաղում, որի մոտ ամեն ինչ թափթփված է, որը չես հասկանում ինչի հիման վրա է թոփ համարվում, չկարողացավ օգտվել այն հոգեբանական առավելությունից, այն խաղային առավելությունից ավելի կոնկրետ, որը ստեղծել էր Բարսելոնան իր համար։ Ու դրա պատճառով լքեց պայքարը։ Բարսելոնան խաղադաշտում անհանգիստ էր։ Դա վառ զգացվում էր։ Ու դա խնդիր կարող է լինել Հանսի Ֆլիկի համար, որովհետև Բարսան հաջորդ փուլում խաղալու է խայտառակ լավ ձևավորված համակարգի դեմ։ Խոսքը գնում է Ինտերի մասին։ Իսկ խաղալ այսպես Ինտերի դեմ, ընկերներ, հազար ներողություն, դա ինքնասպանություն է։ Դա ինքնազոհողության գնալ է, դա մազոխիզմ է լինելու Բարսայի համար։ Ավելի քան վստահ եմ, որ նման վատ աստիճանի ֆուտբոլ Բարսան չի խաղա, որովհետև Հանսի Ֆլիկը հավատացեք այնտեղ կկարողանա ամեն ինչ հավաքել իր գլխին, եթե իհարկե Ռաֆինյան չմտածի, որ ինքը այնքան կա, որ ինքը կարա իր ավակին բրթի, մարշին բրթի ու գնդակ տշի աչ ու ձախ, ատում են բրազիլացիների այդ տեսակը։ Եթե այդպես չլինի, Ֆլիկը կկարողանա հավաքել թիմին ու ինչ-որ մի հատ արդյունքի հասնել, համենայն դեպս ոչ պակաս ֆուտբոլ ցուցադրել, որքան Ինտերը։ Նույնիսկ ավելին։ Բարսան անցավ։ Շնորհավորում եմ Բարսայի բոլոր երկրպագուներին։ Բայց այս հանդիպումը պետք է լինի ահազանգ Բարսելոնայի համար, որովհետև եւս մեկ նման խաղ այն կարող է լինել ճակատագրական։ Առաջին խաղը Մոնժուիկում է։ Բարսելոնան պետք է կրկին տա իր առավելագույնը, որպեսզի ստանա հնարավորինս մեծ առավելություն պատասխան խաղից առաջ։ Բայց ի տարբերություն Դորտմունդի Բորուսիայի, որտեղ ամեն երկրորդ սանտիմետրը անցք է պաշտպանությունում, Ինտերը դա թույլ չի տա։ Ես վստահ եմ, որ Ինտերը դա թույլ չի տա։ Եթե դիտել եք Բավարիա-Ինտեր հանդիպումը, կհաստատեք իմ խոսքերը։ Պաշտպանությունում Ինտերը ֆանտաստիկ է։ Դե իսկ Բարսային շնորհավոր, իրոք շնորհավոր, Բարսան
18 թվականից հետո, ներողություն, 19 թվականից հետո առաջին անգամ հայտնվում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակում 8 տարի անց, հասկանում եք ընկերներ, ինչ ժամանակաշրջան է ապրել Բարսելոնան, բայց նրանք կրկին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակում են, ուրախ ենք տեսնել նրանց այնտեղ։ Երկրորդ հանդիպումը խաղային առաջին օրվա դա Aston Villa Paris Saint-Germain-ն էր, որտեղ շատերը հավատում էին, որ կրկին ինտրիգ չկա, որովհետև Paris Saint-Germain-ը առաջին խաղը հաղթել էր 3-1 հաշվով, բայց ոչ մեկ հաշվի չի առնում, որ այդ 3-1-ը եղել է խաղի վերջին վայրկյաններին, այսինքն Aston Villa-ն բանում Parc des Princes-ում տվեց կատաղի պայքար, ոչնչով չզիջեց, համենայն դեպս, եթե խոսքը գնում է գրոհներ ստեղծելու մասին, ոչնչով չզիջեց Paris Saint-Germain-ին, խփեց առաջինը գոլ, ճիշտ է արագ էլ բաց թողեց, որովհետև Desiree Doué-ն էդի մի հատ հանճարա, իսկ հետո արդեն Kvaratskhelia-ի ու Nuno Mendes-ի անհատական որակները ստիպեցին եւս երկու անգամ Emiliano Martinez-ին դուրս հանել գնդակը սեփական դարպասից։ Ու այդ խաղից հետո, ինչպես Barça Borussia-ը, ինչը զարմանալի էր, որովհետեւ ինչ Borussia Barcelona դիմակայությունը, ինչ Aston Villa PSG դիմակայությունը բոլորը համեմատում էին նույն չափով, այսինքն ոնց այնտեղ չկա ինտրիգ, տենց էստեղ չկա ինտրիգ։ Ես դրան ընդհանրապես չի հավատում ու вообще համամիտ չի ոչ մեկի հետ, որովհետև ես վստահ էի ու ես դա գրեցի իմ Telegram-յան ալիքում, որ Paris Saint-Germain-ը առնվազն տանջվելու է Villa Park-ում, առնվազն տանջվելու է Villa Park-ում։ Մեկնարկեց հանդիպումը բավականին ակտիվ ու մեկնարկեց հանդիպումը Aston Villa-ի ստեղծող գրոհներով, թե PSG-ն եւ թե Aston Villa-ն, հիմա գնահատականներն եմ նայում, վաու, հիասքանչ է, թե Aston Villa-ն փոփոխություններ չէին կատարել մեկնարկային կազմում, կամ էլ կատարել էին, Aston Villa-ն կատարել է մեկ փոփոխություն։ Եթե չեմ սխալվում, Torres-ի փոխարեն այն ժամանակ Tyron Mings-ն էր, հա, կամ էլ չէ։ Մի խոսքով, երկու կամ էլ հենակետային գոտում ինչ-որ փոփոխություն կար։ Այդքան էլ կարևոր չի։ Սկսվեց հանդիպումը Aston Villa-ի ուղակի մեծ գրոհի ալիքներով, որը 30-րդ րոպեի դրությամբ օգուտ էր միայն Paris Saint-Germain-ին, որովհետև գնալ ամբողջ ուժերով առաջ, պաշտպանությունում թողնել 2-ից 3 ֆուտբոլիստ հաշվի առնելով, որ ընդեղ Kvaratskhelia-ն, Dembele-ն ու Barcola-ն, իմ կարծիքով մի փոքր նման էր ինքնասպանության։ Իրոք նման էր ինքնասպանության ու մեկնարկային 30 րոպեներից հետո, երբ հանդիպման հաշիվը դարձավ 1-5 երկու դիմակայություններին հաշվով, ես ասեցի լավ դե հիմա, վсё։ Առաջին գոլը լրիվ Էմիլիանո Մարտինեսի սխալն էր, երկրորդ գոլը ուղղակի հիասքանչ transition-ի շնորհիվ PSG-ն խփեց ու մտածեցի, որ լավ ջհանդամ բհանդամ։ Իրոք եմ որ ասի լավ դե էս էլ պրծավ, այն էլ պրծավ։ Կարելի է գնալ քնել, բայց Aston Villa-ն արի ու տես բաց թողնելուց հետո երկու գոլ իմ մոտ նույնիսկ flashback-ա լինում, երբ որ ես մի քիչ առաջ խոսում էի Borussia-ի մասին, ինձ թվում է, որ Aston Villa-ի մոտ առաջացավ այդ լարվածության բացակայությունը, որը ուներ Borussia-ն խաղի սկզբում։ Ու հենց այդ լարվածության բացակայությունը սկսվեց Aston Villa-ի մոտ, առաջացավ, ասպես ասենք, Aston Villa-ի մոտ, Aston Villa-ն ուղակի սկսեց հիասքանչ ֆուտբոլ խաղալ։ Ու խփեց պատասխան գոլը։ Իրանք որսացին պաշտպանության վրա, սխալի, դիրքային սխալի վրա PSG-ին ու Յուրի Տիլեմանսը դարձավ գոլի հեղինակ Ջոն Մակգինի փոխանցումից հետո։ Այս խաղը պետք է նաև նշեմ, որ ցույց տվեց, որ Paris Saint-Germain-ը եւս իդեալական թիմ չէ։ Այո, նրանք հզորագույններից մեկն են աշխարհում, այս պայի դրությամբ, կոնկրետ մրցաշրջանում։ Գուցե հզորագույնը, չես կարող ասել։ Բայց այն, որ Paris Saint-Germain-ը ունի խնդիրներ պաշտպանությունում, Unai Emery-ն ամբողջությամբ ցույց տվեց դա։ Տիլեմանսը խփում է գոլ 35-րդ րոպեին, թիմերը գնում են հանգստանալու 2-5 հաշվի պայմաններում։ Ու ստեղ էլ միակ բանը, ինչ կարող էր փրկել Aston Villa-ին, դա արագ գոլներ երկրորդ խաղակեսում։ Ընկերներ, տպավորություն էր ստեղծվել իմ մոտ, իրոք, տպավորություն էր ստեղծվել իմ մոտ, որ Unai Emery-ն
այնքան լավ էր ճանաչում Paris Saint-Germain-ին։ Ու հատկապես Լուիս Էնրիկեին, որ գիտեր, որ PSG-ն դուրս է գալու երկրորդ խաղակեսի սկզբում, կամ մեջը ունենալով ինչ-որ մի հատ վախ, կամ էլ փորձելու է ուղակի սպանի խաղի տեմպը տիրելով գնդակին ու հոգնածնելով Aston Villa-ին։ Բայց չաշխատեց։ Ու կոնկրետ Ջոն Մագինի գոլը դա հենակետային գոտու թերացումն էր։ Իրոք հենակետային գոտու թերացումն էր Paris Saint-Germain-ի մոտ, որը ցույց տվեց, որ իրանք որպես այդպիսին դիմակայող, մրցակցին դիմակայող հենակետային չունեն։ Իրանք ունեն ստեղծագործ նման մարդ, իրանք ունեն երկու box to box, բայց քանդող ֆուտբոլիստ, որը կօգներ Ջոն Մագինի հարվածի պահին, չկար։ Պաշտպանները ժամանակին դուրս չեկան սեփական դիրքից։ Ու բանը բերեց նրան, որ 55-րդ րոպեին, եթե չեմ սխալվում, 55-րդ րոպեին Մագինը խփեց երկրորդ գոլը։ Անցավ ընդամենը 2 րոպե այդ էйֆորիայից, այդ նման բան, որը կարող ես հիմնականում տեսնել միայն Անգլիայում, որ երկրպագուների այդ տաքացած իրավիճակից տաքանում են նաև ֆուտբոլիստները, ու ընդամենը 2 րոպե անց 2 րոպե անց Էզրի Կոնսան խփում է երրորդ գոլը ու փաստացի 4-5։ Ռեշվորդի հիասքանչ փոխանցումից հետո իրականում ընկերներ Մարկուս Ռեշվորդը ինչ տեղափոխվել Aston Villa ինքը կամաց գուցե եւ պուճուր քայլերով, բայց մեզ հիշացնում այն Ռեշվորդին, որի հետ մենք կապում էինք լուրջ հույսեր։ Ու դա իրոք այդպես է։ Ու ով դիտել է ոչ միայն PSG-ի այդ խաղը, Aston Villa-ի մասնակցությամբ, այլև Premier League-ում վերջին հանդիպումները, ապա նա կփաստի, որ այո, Ռեշվորդը մարզավիճակ է հավաքում։ Ու մարզավիճակ է հավաքում շատ լավ։ Հիասքանչ անցումից հետո եզրից մտավ, 2 անգամ խափեց, շրջանցեց, փոխանցեց, Կոնսան խփեց, Վիլա Պարկը տարակում էր, որովհետև Վիլա Պարկը հավատում էր, Aston Villa-ն հավատում էր, որ ինքը խփելու է եւս մեկը, ու խաղը գնալու է լրացուցիչ ժամանակ։ Բայց դրանից հետո այն ինչը գերազանց կերպով կառուցել էր Ունայ Էմերին, իմ կարծիքով ինքն էլ քանդեց։ Որովհետև Ունայ Էմերին միանգամից 5 փոփոխություն կատարեց։ Հասկանում եք, 10 րոպեի ընթացքում Էմերին կատարեց 4 փոփոխություն, 4։ Դուրս եկավ խաղադաշտ Ասենսիոն, դուրս եկավ խաղադաշտ Յակոբ Ռեմսին, դուրս եկավ խաղադաշտ Ուոթկինսը եւ Յան Մատսենը։ Նրանք փոխարինեցին Լուկա Դինին, Մարկուս Ռեշֆորդին, Անդրե Օնանային ու Ջոն Մակգինին։ Եթե Լուկա Դինի ու Անդրե Օնանայի փոփոխությունները կարելի է հասկանալ, որովհետև այնտեղ հենակետային գոտին ու քանդելու պարտականությունները մնում էր միայն Կամարայի վրա, իսկ Յակոբ Ռեմսին բարձրանում է դառնում է եւս մեկ 10 համար, իսկ Մատսենը դուրս է գալիս Դինի փոխարեն, որովհետև ուղակի ձախ եզրով պետքա ճնշել, իսկ այնտեղ պետքա թարմուր, ապա Մարկուս Ռեշֆորդին փոխարինելու իմաստը ես չհասկացա իրականում։ Նույնը կարող եմ ասել Ջոն Մակգինի մասին։ Ջոն Մակգինը ամենափորձառու ֆուտբոլիստն է Վիլայի կազմում։ Ջոն Մակգինը թիմի ավագն է։ Ջոն Մակգինը ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը Aston Villa-ի կազմում։ Ու նրան հանել Ասենսիոյի փոխարեն մի փոքր տրամաբանական չէր, որովհետև այդ հանդիպումը Ասենսիոյի համար չէր։ Այո, Ասենսիոն ստեղծեց պահեր, ինքը տիրում էր գնդակին, ինքը դուրս եկավ մենակ, որտեղ խայտարակ վատ հարվածեց։ Հասկանում եք, բայց դա Ասենսիոյի խաղը չէր։ Ու Մագինը պետք է մնար գոնե միջև 80։ Իմ կարծիքով Մագինը փոխարինվեց 64-ին, ինքը պետք է խաղադաշտում լինել գոնե միջև 80։ Չոքնեցին Էմերիի փոփոխությունները։ Ուոթկինսը տոնուսը չբռնեց խաղի, ինքը չմտավ խաղի մեջ, ու որպես այդպիսին կենտրոնական հարցակվողի լուրջ խնդիր ունեցավ Մանչեսթեր Յունայթեդը։ Ճիշտ է, պակաս խնդիր ունի Մանչեսթեր Յունայթեդը, Aston Villa-ն։ Իսկ դրանից օգտվեց PSG-ն։ Դրանից օգտվեց PSG-ն, այդ դիսբալանսը, որ արագ հայտնվեց Aston Villa-ի կազմում, ու իրանք սկսեցին պարբերաբար փախնել հակագրողների։
ու կային դեպքեր, որտեղ իրանք ուղակի հնարավոր է սպանեին ինտրիգը, բայց չգիտեմ, կամ Շեղեր ընդհանում գնդակը, կամ Մարտինեսներ հանում գնդակը։ Իսկ նման իրավիճակները գնալով շատանում էին։ Գնալով։ PSG-ին փրկեց նաև Դոնառուման։ Եկեք լինենք արդարացի։ Այո, ես Ջանլուիջի Դոնառումային առ այսօր չեմ համարում top աշխարհի համենայն դեպս 5 լավագույն դարպասապանների մեջ չեմ մտնում, մոտիկել չի։ Իմ ցանկի մասին է խոսքը։ Բայց Ջանլուիջի Դոնառուման կոնկրետ Աստոն Վիլայի դեմ խաղում միացավ այն ճիշտ պահերի։ Դոնառուման միացավ ճիշտ պահերի ու կատարեց երկու ֆանտաստիկ սեյվ, մեկը Ռեշֆորդինը հերավոր ձեռքով հեռացրեց, մեկը Տիլեմանսինը մոտիկ տարածությունից շատ ճիշտ հարված կատարեց Տիլեմանսը, բայց Դոնառուման բացեց ամբողջ մարմինը ու հեռացրեց գնդակը, որտեղ ուղղակի ծափ տա իր դարպասապային։ Պարի Սեն-Ժերմենը երկու խաղերի արդյունքում 5-4 հաղթեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Բայց ես վստահեցնում եմ, որ այս հանդիպումը ավելի ծանր դասավորվեց PSG-ի համար, քան Լիվերպուլի դեմ դիմակայությունները։ Իրոք, հատկապես պատասխան խաղը։ Վիլա պարկում Աստոն Վիլան ավելի շատ տանջվեց, քան տանջվել էր Էնֆիլդում։ Ունայ Էմերին հերթական անգամ ցույց է տալիս, որ ինքը ֆանտաստիկ մարզիչ է, որն աշխատում է ոչ թոփ ֆուտբոլիստների հետ, այսինքն ոչ թե ոչ թոփ, այլ սուպեր աստղերի հետ չէ։ Մեծ ակումբներում չի ստացվում Էմերիի մոտ։ Աստոն Վիլա, Վիլարեալ, Սևիլիա նման թիմերում նրա մոտ ստացվում է, որովհետև այնտեղ ֆուտբոլիստներ են, որոնք կընդունեն նրա գաղափարներն ամբողջությամբ ու կկատարեն այն, ինչը ցանկանում է գլխավոր մարզիչը։ Իսկ Արսենալում կային ֆուտբոլիստներ, որոնք գիտեին սուպեր աստղ են ու չէին անի։ Հասկանում եք։ PSG-ում եւս այնտեղ կար նաև ինչ-որ մարշի ու ֆուտբոլիստների ոչ լավ հարաբերություն կոնկրետ PSG-ում։ Բայց Էմերին հայտնվեց Ասթոն Վիլայում ու Էմերին ցույց է տալիս, որ ինքը իրոք հիասքանչ է։ Հիասքանչ է թիմ կառուցելու ու այդ թիմին բարձր նշող տալու մեջ։ Բրավո Ասթոն Վիլային, իրանք ավարտեցին իրենց ճանապարհը Չեմպիոնների լիգայում, Բիրմինգեմյան թիմի երկրպագուները իրենց ճանապարհեցին ծափահարություններով, որովհետև նման տոն վաղուց Վիլա պարկում չկար։ Իսկ Պարի Սեն-Ժերմենն ուղևորվում է Չեմպիոնների լիգա։ Երևի թե պատմության մեջ առաջին անգամ գնում է կիսաեզրափակիչ լինելով գլխավոր ֆավորիտը։ Այո, դա հնարավոր է թվա խիզախ կարծիք, հատկապես Բարսայի, Արսենալի ու Ինտերի երկրպագուների մոտ, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով Պարի Սեն-Ժերմենը Չեմպիոնների լիգայի հաղթանակի գլխավոր ֆավորիտն է, որովհետև Էնրիկեն ստեղծել է հզորագույն թիմ, որը կարողանում է խաղալ տարբեր ոճերի մեջ։ Դա երևի թե ամենավտանգավորն է։ Եվ իհարկե, ամենաքաղցրը վերջում։ Արսենալ Մադրիդի Ռեալ։ Նախ առաջին խաղի մասին, ինչպես նկատեցիք, ես ընդհանուր դիմակայությունների առաջին խաղերի մասին չեմ խոսել, որովհետև առաջին խաղերից հետո ես ունեցա տղերքի հետ ուղիղի եթեր ու մենք քննարկեցինք, թե ինչ է կատարվել տվյալ հանդիպումներում, հա, ես չեմ ասելու, չեմ կրկնվելու Արսենալ Ռեալի վերաբերյալ 3-0, հա, Դեկլան Ռայսի երկու հիասքանչ տուգանային հարվածները ու Ռեալի շատ անօգնական վիճակը։ Շատ կարևոր էր պատասխան խաղի պատրաստվածությունը ու պատրաստությունը երկու թիմերի։ Ու ինչի եմ ես սա կարևորում։ Նայեք, ես Ուրարտու ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարն եմ, ես մեդիա թիմի մի մասն եմ ու հասկանում եմ, թե ինչ պատասխանատվություն է կրում մեդիա թիմը յուրաքանչյուր ակումբում ու ինչ է կախված հենց մեդիա թիմից։ Եթե նկատել էիք, վստահ եմ նկատել էիք Արսենալի դեմ խաղից հետո, առաջին խաղից հետո բոլոր ֆուտբոլիստները միանգամից ահազանգում էին ռեմոնտադա նշելով, այսինքն ունենալու է comeback, լինելու է comeback Սանտիագո Բեռնաբեում եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն։ Մադրիդի Ռեալը ամբողջ 1 շաբաթ պատրաստվում էր Արսենալի դեմ խաղին։ Բայց Արսենալի դեմ խաղին Մադրիդի Ռեալը պատրաստվում էր ոչ ֆուտբոլային ուղղությամբ։ Այս հիմա բացատրեմ, թե ինչի մասին է խոսքը։ Մադրիդի Ռեալը բոլորիս կողմից հայտնի այն թիմն է,
որը Չեմպիոնների լիգայում հատկապես հնարավորություն ունի անելու այն, ինչը չեն կարող անել մյուս թիմերը։ Դա օբյեկտիվորեն, թե սուբյեկտիվորեն, ինչպես կցանկանաք, հաստատված փաստ է, որ Մադրիդի Ռեալի մոտ հատկապես Սանտիագո Բեռնաբեում, երբ նրանք կրում են այդ սպիտակ մարզաշապիկը, երբ նրանք լսում են Չեմպիոնների լիգայի օրներքը, տեղի է ունենում կախարդական ինչ-որ մի բան, ոչ մեկ չի հասկանում այդ ինչա տեղի ունենում, ով այնտեղ Գարի Պոտերի պալեչկեն վեկալում, եսի ինչեր անում, որ Ռեալի մոտ սա ստացվում է, Մադրիդի Ռեալը ուղակի փայլում է պատասխան հանդիպումներում, հատկապես Սանտիագո Բեռնաբեում, ու իրանք ետ են գալիս բոլոր հնարավոր սցենարներից։ Ու Մադրիդի Ռեալի մարքեթինգի, մեդիա, PR թիմը ամբողջ մեկ շաբաթ ուղակի սպամում էին որ լինելու է ռեմոնտադա։ Ֆուտբոլիստները ասուլիսների ժամանակ իրանց սոցիալական կայքերում եւ այլն սա գրում են վաղը ժամը 9-ին սպասում ենք ռեմոնտադային, եթե կարող են նման բան անել, դա կարող անել միայն Ռեալը, եթե սենց, եթե նենց, հեսա գալու են Արսենալին, կրակենք, փշրենք։ Ու այդ սաղ շաբաթվա կտրվածքով մենք տեսնում ենք միայն դա։ Այդ միայն դա։ Ու որպեսի հասկանաք, դա սենց ասեմ, stavka na 0։ Մադրիդի Ռեալի կողմից դա stavka na 0 էր։ Ինչու՞։ Որովհետև այդ խայպը, որը նրանք առաջացնում էին, կարող էր ունենալ երկու ելք։ Մեկը, երբ որ Մադրիդի Ռեալը իրոք ռեմոնտադա էր անում, ու նրանց անունը եւս մեկ անգամ գրվում էր ոսկե տառերով պատմության մեջ, ու Ռեալի արած յուրաքանչյուր ջանք, յուրաքանչյուր ճնշում, նույնիսկ սոցիալական հարթակներում ամբողջությամբ արդարացվում էր, ու իրանք դառնում էին աստվածային, content creator-ներ, աստվածային եսի մինչեր, որոնք ամեն ձև ճնշելով մրցակցին կարողանում են հասնել արդյունքի։ Բայց ամբողջ համացանցը այնքան էր ողողված ռեմոնտադայով, այնքան էր ողողված այդ տեսանյութերով, փոստերով, նկարներով ու տեքստերով, որ ոչ մեկի մոտ նույնիսկ միտք չկար, բա որ չստացվի։ Բա որ այսքանից հետո ես իրոք հետևում էի Instagram, Facebook, ամենտեղ որ հետևում էի թե Los Blancos-ի տղերքի էջով եւ այլն, ես անընդհատ կարդում էի comeback-ա լինելու, եթե կարող է դա անել անվար Ռեալը մենակ, ուրիշ ոչ մեկ չի կարա 3-0-ի պարտվելուց հետո 4-0 հաղթի, մենակ կարա անի Ռեալը 10-19 մրցաշրջանում, տես բան չի եղել եւ այլն։ Իսկ Արսենալը ընկերներ, եթե չեք հավատում, մտեք նայեք, երդվում եմ, եթե չեք հավատում, մտեք նայեք։ Մտեք Instagram Arsenal-ի։ Ընկերներ, Arsenal-ը խաղից 2 օր շուտ post անում, որ իրանք ուղևորվում են Մադրիդ, խաղի օրը տեղադրում է match day, տեսանյութ, promo, ու վերջ։ Ու այս 2-3 post-ով ուղղակի շախ ու մատ անում կոնկրետ Արսենալի մեդիա թիմը Մադրիդի Ռեալի ամբողջ այդ համակարգին։ Ու գիտեք ինչն է ամենահետաքրքիրը, որ այդ ռեմոնտադայի շրջանում, այդ շաբաթվա ընթացքում Մադրիդի Ռեալը խաղաց Իսպանիայի առաջնությունում, հաղթեց 1-0, բայց Մադրիդի Ռեալը խաղաց խայտարակ վատ, շատ վատ։ Կիլիան Մբապեն ստացավ կարմիր քարտ ուղիղ, որակազրկվեց 1 խաղով, ինչը մեղմ ասած ծիծաղելի է։ Ու ես երբ որ նայում էի, ում էր խաղում, Ալավեսն էր, եթե չեմ սխալվում, Ալավեսն էր։ Երբ որ ես նայում էի այդ խաղը, որ ասում եմ, ընկեր, այս ի՞նչ է։ Ես չեմ տենում խաղային ձեռագիր, ես չեմ տենում խաղային տոնուս, ես չեմ տենում արագություն, ես չեմ տենում ցանկություն։ Ու միաժամանակ մտածում եմ ինքս ինձ արդարացնելով, որ լավ, էս իրենց խաղը, որ գուցե 1-0 լրիվ հերիք է, իրանք չեն ուզում ամբողջական ուժերը ծախսեն ու պետք է ամբողջ ուժերը դնեն Չեմպիոնների լիգայի վրա, որովհետև Կարլո Անչելոտին եւս այդպես էր դուրս բերել թիմին խաղադաշտ Իսպանիա առաջնության խաղում։ Բելինգեմն ու Վինիսիուսը պայստայիններին էին։ Մոտեցավ հանդիպումը ու խաղը սկսվեց։ Ես ասել էի, որ Արսենալը, ավելի ճիշտ Ռեալը 2 տարբերակ ունի անցնելու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակի։ 2։ Առաջին տարբերակը դա Արսենալի գրպանները լցրած խաղադաշտ դուրս գալն էր։ Այսինքն եթե Արսենալը մտնի խաղադաշտ
հիմնականում պաշտպանվելու համար, այսինքն մտնելու խուլ պաշտպանություն, Արսենալը դուրս է մնալու ու շատ վատ ձևով։ Եթե եւ երկրորդ տարբերակը, որ կլինի ինչ-որ մի հատ մոգական բան, որը իրոք սենց լրիվ Մադրիդի Ռեալի ոչի մեջ է ու իրանք կանցնեն առաջ։ Ընկերներ, հասկանում եք, ռեմոնտադայի 90 րոպեն Սանտիագո Բեռնաբեուում շատ երկար է ու կարող ենք նման բան անել միայն մենք արտահայտությունները ու այդ PR-ը այնքան շատ էին ազդել ֆուտբոլասերների վրա, իրոք այնքան շատ էին ազդել ֆուտբոլասերների վրա, տպավորել մի առժամանակ, որ բոլորը շատ արագ մոռացան, թե ինչ վատ վիճակում է Մադրիդի Ռեալը։ Իրոք ինչ վատ վիճակում է Մադրիդի Ռեալը։ Ու այդ վատ լինելը միանգամից սկսվեց Կարլո Անչելոտիի կազմ ընտրելուց։ Լուրջ։ Եզրերում Ռեալի պաշտպանության եզրերով խաղում էին Դավիթ Ալաբան ու Լուկաս Վասկեսը։ Անչելոտիի մոտ միթե չի պահպանվել Դավիթ Ալաբայի մասնակցությամբ դրվագները առաջին խաղից, որտեղ ուղակի հոշոտեցին Ալաբային։ Թե այսքան ժամանակ չէր նկատել, որ ընկերներ գիտեք, Լուկաս Վասկեսը շատ թույլ պաշտպան է, շատ թույլ։ Դա չէր նկատվել, երկի ոչ։ Ու խաղը մեկնարկեց ու գնաց այն սցենարով, ինչը ոչ ոք չէր սպասի։ Իրոք։ Ինչը ոչ ոք, առհասարակ ոչ ոք չէր սպասի։ Ընկերներ, առաջին խաղակեսում այն թիմը, որը պետք է աներ ռեմոնտադա, պետք է ոչնչացներ մրցակցին, քանդու գանդեր, փշրեր, վերջում 4-թաթ Արսենալը պետք է դուրս գար Սանտիագո Բեռնաբեուից։ Առաջին խաղակեսում չի կատարել եւ ոչ մի հարված։ Ոչ մի հարված։ Բա իսկ հիմա խաղի մասին։ Նախ խաղի մեկնարկից շատ չանցած նշանակվում է 11 մետրանոց, հանդիպան 13-րդ րոպեին, խաղի գլխավոր մրցավարը նշանակում է 11 մետրանոց Մադրիդի Ռեալի դարպասը, որտեղ ինչպիսի իրավիճակ ստեղծվեց։ Անկյունայինից կատարվեց փոխանցում, որը բռնեց Տիբո Կուրտուան ու սկսեց իր թիմի գրոհը, ու այդ դրվագը Ռաուլ Ասենսիոյի ու Միկել Մերինոյի միջև ոչ մեկ չնկատեց, բայց դա նկատեց վառը։ Ու այո, այդտեղ կար խաղի կանոնների խախտում, որովհետև Ռաուլ Ասենսիոն ու Մերինոն ոչ թե իրար հետ պայքարում էին դիրքի համար, այլ այն, որ Մերինոն հաղթել էր դիրքային պայքարը Ասենսիոյի հետ, ինքը մտնում էր դարպասային հրապարակ, հնարավոր, չգիտեմ, ռիբաունդի բասկետբոլային տերմինով կամ ստանալու գնդակը, ու այդ ընթացքում Ասենսիոն շատ հիմարիկի պես քաշեց Մերինոյին ու ինքը ընկավ խոտածածկին։ 11 մետրանոց է դա։ Այո։ Հիմար է Ասենսիոն։ Այո։ Ավելի հիմար է ուղակի Բուկայոսական, որ նման կերպ իրացրեց 11 մետրանոցը թերագնահատելով Տիբո Կուրտուային։ Այդ 11 մետրանոցից հետո ես ասում էի, որ Արսենալը արժանի է դուրս մնալու, ես ուզում եմ Ռեալը սպանի ուղակի Արսենալին այդ 11 մետրանոցի համար։ Անցավ մի քանի րոպե ու խոտածածկին հայտնվեց Կիլիան Մբապեն գրեթե նույն իրավիճակում։ Մրցավարը նշանակում է 11 մետրանոց, վառը կանչում է իր մոտ, ասում է, որ չէ, կարծում եմ դու սխալվել ես։ Մրցավարը գնում է, երկար նայում են, շատ երկար են նայում վառով, վերջում որոշվում է, որ չի նշանակվում խաղի կանոնների խախտում, այսինքն 11 մետրանոց, որովհետև ռեժիսորը ցույց է տալիս no penalty, վերևը, offside, խաղից դուրս վիճակ։ Ինչը տրամաբանական էր, որովհետև գլխի փոխանցումից հետո ֆուտբոլիստներից մեկը գտնվում էր խաղից դուրս վիճակում։ Իսկ երբ որ խաղակեսն ավարտվեց, UEFA-ն իր պաշտոնական կայքում տեղադրեց տեղեկություն հենց այդ դրվագի մասին, նշելով, որ գլխավոր մրցավարը չի նշանակել 11 մետրանոց, որովհետև Դեկլան Ռայսը չի խախտել խաղի կանոնները։ Այսինքն ոչ թե խաղից դուրս վիճակ է եղել, այլ չի խախտել խաղի կանոնները։ Բայց եթե N-ի խախտում էր, եթե շատ ուզեր սա էլ կնշանակեր։ Ես չեմ ասում, որ սա ամբողջությամբ մաքուր 11 մետրանոց էր, ոչ, Կավլիցի։
Բայց ես մտածում եմ, որ եթե նա 11 մետրանոց էր, ուրեմն սա էլ իրավունք ունի լինելու 11 մետրանոց։ Ինչևէ, առաջին խաղակեսը ավարտվեց։ Ու երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ ես ուզեցա ինչ-որ մի հատ բաներ մտածել, թե ինչն է պետք Ռեալին, ինչը կարա փոխի, ինչը ի վերջո պիտի անի, որպեսզի ամեն ինչ լավ ստացվի։ Ու մտածել առաջինը, որ պետք է աներ, դա Դանի Սեբալյոսին խաղադաշտ դուրս բերելն էր, ու հենց սկզբից, երկրորդ խաղակեսի սկզբում, որովհետև կենտրոն չկար, ներողություն աշխատանքից եմ եկել օգնած եմ, կենտրոն չկար вообще, ու պետք էր ինչ-որ մի հատ թարմություն։ Դա տեղի չի ունենում։ Ու պարբերաբար բացերը շատանում էին Ռեալի մոտ։ Ու այդ ամենը բերեց Սակայի խփած գոլին։ Հիասքանչ գոլ իհարկե։ Սական ամեն ձև արդարացրեց իրան, ներողություն խնդրեց, նշեց Տիերի Անդրիի պես եւ այլն եւ այլն եւ այլն։ Ընկերներ, որպեսզի շատ չմանրանամ երկրորդ խաղակեսին, Վինիսիուսը մի քանի րոպե հետո խփեց պատասխան գոլը Սալիբայի սխալից, իսկ վերջում Գաբրիել Մարտինելին խփեց նաև երկրորդ գոլը Արսենալի ու Արսենալը դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Ու ինչն է մառալը, հա, իմ այսօրվա տեսանյութի, որ այն ժամանակ, երբ մենք խոսում ենք ռեմոնտադայի մասին, ու այն Ռեալ Մադրիդը, որին մենք տեսել ենք անելուց ռեմոնտադա, դա Մադրիդի Ռեալ էր, որտեղ կար թիմ։ Իրոք, դա Մադրիդի Ռեալ էր, որտեղ կար հավաքված թիմ։ Ու Տիբո Կուրտուայի խոսքերը ամբողջությամբ խոսում են իմ փոխարեն։ Տիբո Կուրտուան ասեց, որ մենք շատ էինք Տուգանային հրապարակ գնդակ ուղարկում, մոռանալով, որ մենք այնտեղ խոսելու չունենք։ Ու մենք պետք է լինենք ոչ թե անատներ, այլ պետք է լինենք թիմ, այլապես մենք կձախողվենք կրկին։ Այն Ռեալի, որը հաղթեց PSG-ին, այն Ռեալի, որը 1% հնարավորությամբ հաղթեց Մանչեսթեր Սիթիին, ու այն Ռեալը, որը այլ տարբեր տեղերում կատարել է քամբեքներ Չեմպիոնների լիգայի շրջանակում, թիմ էր, ընկերներ, թիմ, համակարգ։ Իսկ այս Մադրիդի Ռեալը ուղղակի անհատ ուժեղ ֆուտբոլիստների հավաքածու է։ Ու ով ինձ հետ համաձայն չէ, թող հնչի կոպիտ, թող հնչի վատ, բայց կամ կույր երկրպագու է, կամ էլ ուղղակի սիրում է հակասել, որովհետև այս Մադրիդի Ռեալը թիմի նման չէ։ Իրոք, ու սա շատ տխուր է։ Արդյոք մյուս մրցաշրջանում Ռեալը կլինի նույնը։ Ես վստահ չեմ, որովհետև երբ որ ես մրցաշրջանի սկզբում ասել էի, որ Կիլիան Մբապեի գալը Պարի Սեն-Ժերմենից Ռեալ վնասելու է Ռեալին, մարդիկ չէին հավատում ինձ։ Հիմա որ ես ասում եմ Կիլիան Մբապեի ներկայությունը միայն վնասում է Մադրիդի Ռեալին, իրանք ինձ ցույց են տալիս են միանգամից 32 տոլի 33 գոլը, որ խփել է Մբապեն։ Okay, ապրի Մբապեն։ Բայց եկեք հիշենք մի հատ Գալակտիկոսը 2005-ին։ Ես ունեմ Ռոնալդո Նազարոյի մասին էպիզոդ իմ ոդքասթի շրջանակում։ Իդեպ դա էլ եմ թողնում լինկը ներքևում, կգնանք կդիտեք, կլսեք ավելի ճիշտ։ Պապա Պերեսը որքան էլ հաջողության գրավական լինի, որքան էլ սիրի իր թիմին, որքան էլ փորձի անի ամեն ինչ եւ այլն, ընկերներ, Պապա Պերեսը չմոռանաք, որ բիզնեսմեն է։ Իսկ նման մարդկանց մտքերում լինում են բաներ, մութ երազանքներ, որոնք ամեն կերպ ցանկանում են, որպեսզի իրենք իրականացնեն։ Սենյոր Պերեսի երազանքը դա Գալակտիկոսն է, հաջողված Գալակտիկոսը։ Բայց ես գրեթե վստահ եմ, որ Գալակտիկոս պրոյեկտը երբեք չի հաջողելու։ Որովհետև եթե հիմա Վինիսիուսն ու Կիլիան Մբապեն որպես այդպեսին ոչինչի չհասած, լավ, Վինիսիուսը շատ ավելի շատ բանի հասել, քան Մբապեն։ Որոշում են, որ իրանք չպետք է վազեն, ու երբ որ դու խոսում ես ռեմոնտադայի մասին, ու այդ ընթացքում, որ դու պետք է ճղես քեզ, դու ուղղակի չես իջնում պաշտպանվելու, այլ ինչ ռեմոնտադայի մասին է խոսքը։ Էլ ինչ կամբեքի մասին է խոսքը, ընկերներ։
Արսենալը լավն էր թե առաջին խաղում, թե երկրորդ խաղում։ Լուկաս Վասկեսը խաղից հետո ասաց, որ առաջին խաղակեսում Արսենալը միայն պաշտպանվում էր, նրանք դրա համար են եկել։ Ուրեմն եթե Արսենալը վատներում միայն պաշտպանվում էր, չկա բառ, որով կարելի է բնութագրել Ռեալի խաղը։ Կոնկրետ Արսենալի դեմ չկա բնութագրող բառ, հատկապես Լուկաս Վասկեսի համար, որը այո, չի սիրում պարտվել, ինչը շատ ընդունելի է ու շատ հարգելի է, բայց նման կերպ վերաբերվել մեղմ ասած ճիշտ չէ։ Միակ ֆուտբոլիստը, ում հանդեպ հարցեր չկան, դա Կուրտուան է։ Միակ ֆուտբոլիստը։ Ու միակ ֆուտբոլիստը, որը ճիշտը խոսեց տվյալ Ռեալի մասին։ Բրավո Կուրտուա։ Դու հերոս ես Ռեալի համար, թե խաղադաշտում, թե խաղադաշտից դուրս։ Դու խաղադաշտում կատարում ես քո պարտականությունները ճիշտ, դու փրկում ես քո թիմին։ Խաղադաշտից դուրս դու ասում ես այն ինչը ճիշտ է։ Ինչը դուր չի գա շատերին, բայց դա իրականում ճիշտ է։ Արսենալի բրավո։ Արսենալը կիսաեզրափակում է ու խաղալու է Paris Saint-Germain-ի հետ։ Իսկ Բարսան խաղալու է Ինտերի հետ, որը իհարկե եւս մեկ թոփ հանդիպում է, որովհետեւ Ինտերը իմ երկրպագած թիմն ալնելու այս պայծ սկսած Չեմպիոնների լիգայում ու ես ցանկանալու եմ տեսնել հակաջանավոր գավաթային երեք մխտանի ձեռքերում։ Հիասքանչ, ուղղակի հիասքանչ քարորդ եզրափակիչ, որտեղ ամեն ինչ արդար էր։ Իրոք բոլոր 4 դիմակայություններում դուրս եկան այն թիմերը, որոնք ավելի ուժեղ էին։ Երկխաղյա դիմակայություններում ավելի ուժեղ էին։ Վերջում էլ իհարկե Եվրոպա լիգայի ասենց էմոցիա ասեմ, հա, այստեղ շատ չեմ խորանալու, բայց սա պետք է ասեմ, որովհետև դա ուղղակի էպիկ էր։ Ինչ տեղի ունեցավ Manchester United Lyon խաղը, որն ավարտվեց երկխաղյա դիմակայությամբ 7-6 ու United-ը անցավ կիսաեզրափակիչ։ Իրոք բրավո Manchester-ին։ Իրոք բրավո Manchester-ին բնավորություն ցույց տալու համար։ Նախ չայնիկություն, որտեղ նրանք հաղթում են 2-0 հաշվով, խաղալով ավելի լավ, հետո եղավ 2-2, հետո Լիոնը մնաց 10 հոգով, հետո Լիոնը խփեց եւս 2 գոլ, ու ես մտածեցի վերջ Manchester United պրավալը հերթական անգամ բարի գիշեր ձեզ հելանգստուց, բայց ընկերներ Manchester United-ը նախ հավասարեցրեց, հետո առաջանցավ հաշվի մեջ վերջին վարկյաններին խփելով կարևոր գոլ։ Հարի Մագուայրը դա արեց։ Ու ինչն է հետաքրքիր, որ այդ երևի թե վերջին չեմ վախենա ասել 5-6 տարիների ընթացքում Old Trafford-ի ամենատպավորիչ հանդիպումն էր սա, ու այդ տպավորիչ հանդիպումը ոնց ասեմ, պարգևեցին իրենց երկրպագուներին այն ֆուտբոլիստները, որոնք ամենաշատն են քննադատության արժանացել։ Իդեմս Հարի Մագուայրի եւ իդեմս Կարլոս Էնրիկե Կազեմիրոյի։ Երբ Manchester United-ը պարտվում էր 4-2 հաշվով, նախ Կազեմիրոն վաստակեց 11 մետրանոց, որն իրացրեց Ֆերնանդեշը, դրանից հետո կատարեց 2 գոլային փոխանցում, մեկը Մեյնուին, մեկը Մագուայրին։ Կազեմիրոն էլիտար ֆուտբոլ խաղաց։ Էլիտար, էդի գիտեք ով էր 2018-2017 թվականների Կազեմիրոն էր։ Ես լուրջ եմ ասում։ Ու Ռուբեն Ամորիմը նստած օֆիսում ասում է. «Ինչ դու սենց չես խաղում ամեն շաբաթ, որ քեզ չծախենք Սաուդյան Արաբիա»։ Բրավո Manchester United։ Ու ես չեմ հիշում վերջին անգամ, երբ էր Manchester United-ը նման ուրախ, ավելի կոնկրետ Old Trafford-ը, երբ էր վերջին անգամ նման ուրախ ու աղմկոտ։ Old Trafford-ը թնդում էր։ Ու ինձ դա շատ էր ուրախացնում։ Գուցե չհավատաք, բայց դա ինձ շատ էր ուրախացնում, որովհետև United-ի երկրպագուները շատ վաղուց արժանի էին նման էմոցիաների։ United-ի ֆանատներ։ Հենց զգաք, որ տխուր եք, դրեք ու այս խաղը նայեք։ Ինչու եմ սա ասում, թե լավ առումով, թե վատ առումով։ Վատ առումով, որ գուցե միջև մրցաշրջանի ավարտ ու նույնիսկ դրանից հետո դուք նման խաղ չտեսնեք։ Չգիտենք ինչ կլինի ամառվանից հետո, բայց միջև մրցաշրջանի ավարտ դժվար թե դուք նման հանդիպում տեսնեք։ United-ը եւս կիսաեզրափակում։ Անդե Tottenham-ն է դուրս եկել կիսաեզրափակիչ ընկերներ։ Tottenham-ը, հասկանում եք, մենք փաստացի կարող ենք տեսնել Tottenham Manchester United եզրափակիչ։ Tottenham Manchester United եզրափակիչ Եվրոպա լիգա։ Պրեմիեր լիգան դոմինանտ է։
Ինչ ուզում եք դրա հետ արեք։ Այսօրվա համար այսքանը։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, ապա լայք, բաժանորդագրվեք իմ YouTube-յան էջին, հետևեք ինձ Telegram-ում եւ սոցիալական այլ հարթակներում, հետևեք իմ գրաֆիկ դիզայներ ընկերոջը, որը իմ ալիքի համար պատրաստում է թումնելներ, նկարներ, Նարեկին, հետևեք նրա Behance-ին, եթե ցանկանում եք համագործակցել նրա հետ, խնդրեմ, ինքը շատ լավ անձնավորություն է, ինքը ամեն ինչ շատ կատարում, անում ամեն ինչ բավականին լավ։ Իսկ մենք կհանդիպենք արդեն հանգստյան օրերից հետո, գուցե իմ հաջորդ վերնագիրը լինի այսպես. Լիվերպուլը պաշտոնապես Պրեմիեր լիգայի հաղթող է։ Ձեզ հետ Գևորգն է։ Կհանդիպենք։